Խորը ցավով տեղեկացա Արտավազդ Բագրատի Սահակյանի մահվան լուրին, գրում է Պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության գծով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության խորհրդատու Աննա Սարգսյանը։ Արտավազդ Բագրատովիչը մեր մասնագիտության զարգացման և ձևավորման հիմնադիրն է Հայաստանում։ Տարիներ շարունակ նա կրթել և ոգևորել է բարձր պատրաստվածության մասնագետների բազմաթիվ սերունդների իր գիտելիքով, փորձով և անսահման նվիրվածությամբ կարևոր ներդրում ունենալով ոլորտի կայացման գործում։ Նրա անձը, մասնագիտական սկզբունքներն ու մանկավարժական ջերմ վերաբերմունքը երկար տարիներ կմնան հիշատակ բոլոր նրանց համար, ովքեր ունեցել են նրա հետ աշխատելու կամ սովորելու պատիվը։ Արտավազդ Բագրատովիչը դեռ շատ անելիքներ ու նպատակներ ուներ, և նրա կորուստը մեծ և անդառնալի է ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ նրա աշակերտների ու ճանաչողների համար։ Խորին ցավակցություն եմ հայտնում ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա բոլոր աշակերտներին։ Թող նրա լուսավոր հիշատակը մնա վառ և ներշնչման աղբյուր բոլորիս համար։ Որդին Արամ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի ընկերներ, բարեկամներ և գոլեգաներ, խորը ցավով տեղեկացնում եմ, որ այսօր հայրս Արտավազդ Սահակյանը հեռացավ կյանքից։ Հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը 07/12/2025 թվականին ժամը 17:30-ին Նորք Մարաշի Սուրբ Մարիամ եկեղեցում, Արմենակյան փողոց։ Հուղարկավորությունը հաջորդ օրը ժամը 13:00-ին նույն վայրից։ Հորս կորուստն անչափ ծանր է մեր ընտանիքի համար, նա մեզ համար օրինակ էր ազնվության, հոգատարության և մարդկային բարձր արժեքների։ Միշտ կմնա մեր սրտերում իր թողած մեծ սիրով ու ժառանգությամբ։ Շնորհակալ եմ բոլորիցդ այս դժվար պահին ձեր աջակցության, աղոթքների և իր մասին ջերմ հիշողությունների համար։ Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ»։ Արտավազդ Սահակյանը պատկանում էր այն սերնդի բժիշկներին, ովքեր իրենց կոչումը ոչ թե ընտրել էին, այլ ապրել։ Բժշկի նրա ճանապարհը երկար տարիների նվիրված աշխատանքը, մասնագիտական անաչառությունը և մարդկային ջերմությունը նրան դարձրել էին իր ոլորտի ամենահարգված ներկայացուցիչներից մեկը։ Նա բժշկությանը ծառայում էր ոչ միայն որպես մասնագիտություն, այլ որպես առաքելություն։ Իր աշխատանքային գործունեության ընթացքում Արտավազդ Սահակյանը հասցրել էր դառնալ հազարավոր ընտանիքների հույսի, վստահության և լույսի աղբյուր։ Նրա հետ աշխատած բժիշկներն ու ուսանողները միշտ նշում էին նրա բացառիկ պրոֆեսիոնալիզմը, անսպառ համբերությունն ու պատրաստակամությունը սովորեցնելու, օգնելու ու ոգեշնչելու։ Արտավազդ Սահակյանը տարիներ շարունակ իր գիտելիքն ու փորձը ներդրել է հայկական բժշկության զարգացման գործում։ Նրա մասնագիտական ձեռքբերումները, գիտական հոդվածներն ու հետազոտությունները կարևոր ավանդ են դարձել ոլորտի ձևավորման և կատարելագործման մեջ։ Բայց ամենակարևորը, նա բժշկությունն իրականացրել է մարդկային մեծ սիրով։ Նրա մոտ բուժված յուրաքանչյուր մարդ հիշում էր ոչ միայն լավ մասնագետին, այլև ուշադիր, հոգատար ու ազնիվ մարդուն, որին կարելի էր վստահել առավելագույնը՝ կյանքը։ Նրա աշխատասեր և ազնիվ նկարագիրը երկար տարիներ օրինակ է ծառայել երիտասարդ բժիշկների համար։ Շատերը իրենց առաջին մասնագիտական քայլերն են արել հենց նրա աջակցությամբ, ստանալով խորհրդատվություն, ուղղորդում և զուսպ, բայց անչափ կարևոր խորհուրդներ։ Արտավազդ Սահակյանի վաստակը միայն մասնագիտական չէ, այն մարդկային է։ Նա թողեց սեր ու ջերմություն ընտանիքում, աշխատավայրում, ընկերների շրջանում։ Նրա անվան հետ միշտ կապվելու են ազնվությունը, բարությունը, համեստությունն ու անշահախնդիր օգնելու պատրաստակամությունը։ Այսօր նրա ընտանիքը, գործընկերները, աշակերտներն ու հազարավոր մարդիկ, որոնց կյանքում նա դրոշմ է թողել, միասնաբար հիշում են նրան շնորհակալությամբ ու խորը հարգանքով, նրա օրինակով ապրող սերնդի շնորհիվ։ Արտավազդ Սահակյանի անունը երբեք չի մարի։ Նա ապրեց մի կյանք, որի ամեն օրը ծառայություն էր մարդկանց և հայրենիքին։ Թող նրա լուսավոր հիշատակը լինի հավերժ, իսկ հոգին խաղաղության մեջ։ Հայտնի է, որ այսօր, դեկտեմբերի 6-ին, իր տանը հանկարծամահ է եղել սիրված ու ճանաչված պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։ Մեր ողջ թիմը ցավակցում է իսկական հայի բազմաթիվ կյանքեր փրկած ժողովրդի սիրելի Արտավազդ Բագրատիչի հարազատներին։
Արտավազդ Սահակյանը ծնվել է 1953 թվականին նոյեմբերյանում, պլաստիկ վիրաբույժ է, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, 1985 թվականից մինչև օրս ԱՆՆ-ի գլխավոր մասնագետ է պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության գծով, 1996 թվականից առ այսօր ղեկավարում է առաջին համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկան, ինչպես նաև Երևանի պետական բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնը, 2011 թվականից մինչև օրս Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական է կլինիկական գծով, 1969 թվականին ոսկե մեդալով ավարտել է դպրոցը, 1975 թվականին Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, 1976 թվականին ինտերնատուրան, 1976 թվականին աշխատել է Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցում, 1976-ից 82 թվականներին Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի 15-րդ, 16-րդ հիվանդանոցներում որպես ընդհանուր վիրաբույժ, բաժնի վարիչ, պաշտոնակատար, 1982-84 թվականներին սովորել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրայում, 1984-89 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության հանրապետական կենտրոնի ղեկավար, 1989 թվականին Մոսկվայում պաշտպանել է ոտնաթաթը որպես դաստակի վերականգնման համար ազատ տրանսպլանտանտների դոնորային զոնա թեմայով ատենախոսություն և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 1986 թվականին պրոֆեսորը Ալեքսանդր Միքայելյանի հետ կատարել է երիկամի առաջին տրանսպլանտացիան, 1990-94 թվականներին մասնակցել է Արցախյան ազատագրական պատերազմին, աշխատել Ստեփանակերտի մարզային հիվանդանոցում և ռազմական հոսպիտալում, 1990 թվականի դեկտեմբերին Փարիզում Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից բանակցություններ է վարել Իրանի առողջապահության նախարար պրոֆեսոր Ֆազելի հետ, 1995-ից 99 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, 1996-ից 2000 թվականներին եղել է համալսարանական առաջին հիվանդանոցի տնօրեն, 1996-ից 98 թվականներին եղել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանվածության վարչության պետ, Հայաստանի Հանրապետության նախագահին կից ազատամարտիկների բուժման հանձնաժողովի անդամ, սկսած 1984 թվականին մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների Մոսկվայում, Թբիլիսիում, Թեհրանում, Փարիզում, Աթենքում, Բեռնում, Ամստերդամում, Լոս Անջելեսում, Ռոչեսթերում, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Մխիթար Հերացի մեդալով 1998 թվականին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից Արիության մեդալով 2000 թվական, Ֆրիտյոֆ Նանսենի մեդալով 2003 թվական, Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով 2007 թվական, Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով 3 անգամ, առողջապահության նախարարության պատվոգրերով, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի շքանշանով 2010 թվականին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից վաչագամ բարեպաշտ մեդալով 2011 թվական, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Ծովակալ Իսակովի մեդալով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյան և զինված ուժերի 20 տարի մեդալներով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության նախարարության ոսկե մեդալով, 2014 թվականին արժանացել է վաստակավոր բժշկի կոչմանը, հեղինակ է 200-ից ավելի գիտական հոդվածների և 7 գյուտի։